Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը եւ ես նախ ուզում եմ Նախատեսվածից 2 ժամ շուտ մեկնարկեց նոր կառավարության անդրանիկ նիստը։ Փաշինյանը Ղազախստան պիտի մեկներ, որպեսզի մասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Նոր եկեր նաև Լիլիթ Մակունցը, այս անգամ արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով։ Նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամփոփել անցյալ ժամանակահատվածը, վերանայել կատարված աշխատանքը եւ հետեւություններ անել հետագա գործունեության ուղղությունները հստակեցնելու համար։ Այնուհետև կառավարությունն անցավ նիստի օրակարգին ու կրկին խոսեցին հեծի մասին։ Հեծի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Այս պարզ է։ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, թե ում կամ որ կառույցի հավատարմագրային կառավարմանը կհանձնվի հեծը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2025-ից 26 թվականների ընթացքում դատախազության պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Հայաստանի Հանրապետության ու համայնքներին վերադարձված հանրային բարիքներին, այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին, բայց սրանից զատ խոսել են, թե ինչ են բռնագանձելու Սերժ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184 միլիոն 222 585 դրամ։ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 3 անշարժ գույք, մոտ 203 միլիոն դրամի բանկային ավանդներն ու դրանց տոկոսագումարները, նաեւ 352 միլիոն 438 հազար դրամ։ Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նախորդին Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է արտացոլի իրական Հայաստանի հայեցակարգը եւ միայն դրանից հետո, ըստ նրա, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չեն մնա։ Այս հայտարարության ֆոնին լրագրողները արդարադատության նախարար Սրփուի Գայլյանից հետաքրքրվեցին, թե որտեղից Ադրբեջանի նման վստահություն, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվե է անցկացվելու։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքեր է ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն թե կունենանք նոր սահմանադրություն, թե ոչ կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Կառավարության առաջին նիստում գյուղմթերքի փչացման խնդիրը չքննարկվեց։ Փոխարենը կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ՝ բուհերի ընդունելության քննություններին անբավարար գնահատականներ ստացած դիմորդների աճող թիվը։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Գործադիրի նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր։ Զինծառայողների ծնողները պահանջում էին, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարվա ծառայության կարգը։ Միաժամանակ գործադիրը հավանություն տվեց 3 նախարարությունների անվանումների փոփոխությանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումում կավելացվի արհեստական բանականության ուղղությունը, իսկ արտաքին գործերի նախարարության անվանման մեջ կավելացվի միջազգային առևտրի բաղադրիչը։